Բարև ձեզ։ Առաջինը եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք հայրենիքին մատուցած ծառայությունների մասին, հայրենիքին, որը Հայաստանի Հանրապետությունը, չէ՞ տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունն է։ Այնպես ստացվեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշանով, եւ Աբրահամյանին այդ պարգևը անձամբ հանձնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը սեղմեց նրա ձեռքը, ինչից հետո նրա հետ նկարվեց։ Ես երևի թե չեմ զարմանա, եթե օրերից մի օր մենք ինչ-որ հերթական իլյուստրացիոն փաստաթուղթ տեսնենք, ինձ թվում այդ օրն էլ է լինելու, որտեղ նշված է լինելու օրինակ պարոն Արա Աբրահամյանի անունը։ Եվ այդ ժամանակ հարց է առաջանալու, ինչպես դա եղավ, ինչու է գրած ռուսերեն, ինչու է գրած հայերեն եւ այլն եւ այլն։ Եվ այլն այն դեպքում, երբ որ այս պահին, երբ որ այսպեսի շքանշանը հանձնվում է պարոն Աբրահամյանին, ամեն ինչ արդեն պարզ է։ Ինչն է պարզ։ Պարզ է այն ուղղությունը, որը դավանում է կներեք արտահայտության համար պարոն Աբրահամյանը, որ քաղաքական ուժերին է սատարում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի նախագահի ձեռքից շքանշան ստացող պարոն Աբրահամյանը, հետեւաբար մենք կարող ենք հասկանալ, թե ինչ քաղաքական ուժերի մասին է խոսքը գնում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ նպատակներ են նրանք առաջ տանում։ Սա հասկանալի է ինձ համար, հուսամ նաեւ հասկանալի է ձեզ բոլորի համար, եւ այսօր մենք խոսելու ենք այս թեմայի եւ այլ թեմաների շուրջ +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան։ Դուք զարմացել եք, որ պարոն Աբրահամյանը շքանշան է ստացել։ Չէ, ես զարմացնում եմ, որ կարող են լինել մարդիկ, ովքեր զարմանում են այդ փաստի վրա։ Պարոն Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնության նվիրյալ քաղաքացի է, ինքը մեծ ներդրում ունի Ռուսաստանի Դաշնության զարգացման գործում, իհարկե որպես Հայաստան, որպես ծագումով հայ Հայաստանի ՀԽՍՀ քաղաքացի ժամանակին, որը տեղափոխվել է Ռուսաստան, այնտեղ զբաղվել խոպանի գործերով, ծագումնաբանորեն հայ է, էթնիկ ծագումով հայ է, բայց նա որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ռուս է, այսինքն ազգությամբ ռուս է, ծագումով հայ, ազգությամբ ռուս։ Նորմալ է, որ երկրի ղեկավարը իր մեծահարուստներին, այդ թվում նաև Աբրահամյանին շնորհավորել է, պարգևատրել է, ձեռքը սեղմել է եւ ոգևորել, որպեսզի նա շարունակի այն գիծը, որը հաճո է Կրեմլին։ Պարոն Միսկարյան, որևէ խնդիր չկա այստեղ։ Ես իրականում շատ ուրախ եմ պարոն Աբրահամյանի համար, որպես Ռուսաստանի քաղաք։ Ես ուրախ չեմ։ Բայց խնդիրը հետևելն է։ Հիմա մենք անցնում ենք նրան, ինչու մենք ուրախ չենք։ Չէ։ Չէ, ես տխուր եմ։ Պարոն Աբրահամյանը շատ ակտիվ մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքական հարցերում, ներքին քաղաքականության մեջ։ Հիմա ընտրություններ են մոտենում, հայտարարություններ, ես վստահ եմ կա նաև ինչ-որ գործունեություն։ Խնդիրը հետևյալում է, վերջերս այդ Եզրասի հետ կապված իլյուստրացիոն գործընթացը, որը բերեց Հայաստանի ներքաղաքական դաշտում ինքնալյուստրացիոն գործընթացների, ես կարծում եմ այս տրամաբանական շղթայի մի մաս է, որովհետև Եզրասն է չէ ժամանակին Պուտինի ձեռքից շքանշան ստացել։ Հիմա, երբ որ այս ամենը փորձում ենք կապել մեկ շղթայի մեջ, ստացվում է, որ այս բոլոր մարդիկ լինելով Ռուսաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի նվիրյալներ եւ իրար իրավունք ունեն, աշխատում են Հայաստանի ներսում, Հայաստանի դեմ պաշտպանելով Ռուսաստանի շահերը։ Եվ այս մասին պետք է խոսել։ Դրա մասին ինձ թվում է, եթե մեր հասարակությունը լինի իրավագիտակից եւ գրագետ, դրա մասին ընդհանրապես խոսելու կարիք չի լինի։ Եթե, բայց բոլորը չպետք է լինեն գրագետ եւ գիտակից, որովհետեւ մենք մտածում ենք, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում Ռուսաստանի վարած կայսերապաշտական քաղաքականությունը եւ ըստ այդմ նրանք կարող են աջակցել այն ուժերին, որ աջակցում է պարոն Աբրահամյանը եւ դա կարող է Հայաստանին վատ տեղ տանել եւ այլն, բայց ինձ թվում է խնդիրը շատ ավելի խորքային է, քան այդ մարդիկ ում կաջակցեն աջակցելը, հա, ում են աջակցելու։ Այստեղ այդ մարդկանց արժեհամակարգն է խնդիրը։
այդ մարդկանց առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր քաղաքացիների առանց բացառության, այդ թվում նաև իմ, որտեղ ես միջավայրի ծնունդ եմ ես էլ։ Մեր արժեբանական խնդիրն է, մեր ամենամեծ խնդիրը արժեբանական է։ Մենք բարոյական արժեքների նկատմամբ շատ քամհարանքով ենք նայում, մեզ մոլորեցրել են տարիներով, գուցե դարերով, չգիտեմ։ Գոնե ես մեծացել եմ այդ միջավայրում, որ բարոյականը դա բացառապես սեռականն է։ Եվ եթե մարդը եւ բարոյական մարդը նա է, ով որ թեկուս ծեծող ամուսնու կողքին, բայց օրինակ ինքը իր հանուն իր ընտանիքի պահպանության իր արժանապատվությունը դնում է մի կողմ եւ դիմանում այդ ստոր կյանքին, հա, կամ մյուս կողմից բարոյականը նա է, ով որ կարողանում է այս նեղ վիճակում մեկից մի բան թռցնի եւ այլն եւ տանի իր ընտանիքը պահի, դա բարոյականն է։ Իսկ այն որ սեռական ակտիվ կյանքով է ապրում կամ չգիտեմ անկանոն կյանքով է ապրում, կապ չունի, ամենավատ նույնիսկ այդ դա է միայն անբարոյականը։ Սա մոլորության գագաթնակետն է, ու այս արժեքների վրա ապրած ձևավորված հասարակությունը չի կարող լինել բարոյական։ Եվ հետևաբար անբարոյական հասարակության մեջ բարոյականության մասին աղավաղված պատկերացում ունեցող մարդը չի կարող ընկալել ինչու ինքը պետքա չաջակցի Արա Աբրահամյանին եւ ինչն է վատ Պուտինի։ Բայց Արամ Աբրահամյանին էլ կարելի է աջակցել ընտրությունների համատեքստում։ Կներեք լիիկական շահման։ Հա, միևնույնն է, այսինքն էական չի ստեղ Աբրահամյանն է թե Կարապետյանն է։ Խնդիրը նորից եմ ասում, արժեբանական է, մարդիկ ազատության գինը ազատության արժեքը չեն ընկալում եւ չեն պատկերացնում դրա ազատ կյանքի իմաստը նույնիսկ կորցրել են։ Իմաստն են կորցրել ազատության։ Մարդիկ սովոր են տակը չոր, փորը կուշտ, չկրակեն ոչինչ, որ ինչ որ մի ժամանակ հետո օրինակ ջերմուկում ապրող մարդը իր թոռը էլ այնտեղ չի ապրելու, որովհետեւ թքած ունեն իրենք այդ մարդու, այդ որին իրենք չեն ճանաչում, հա, որովհետև 3 սերունդ հետո է լինելու։ Ինչ կլինի նրա հետ։ Այսօր ամուրսարը շահագործենք, փորներս կուշտ լինի, տակներս չոր, ոչինչ որ այդ տարածքը կամայանա, ոչինչ որ ջրային ռեսուրսները, որը գնալու ամբողջ աշխարհը խոսում է ջրային ռեսուրսների կարևորության մասին, մեր հասարակությունը դրա մասին համառորեն չի ուզում չեմ ասում խոսի, գոնե ընկալի։ Այսօր գնացել ենք մենք ջրահավաք ավազանի վրա պայթեցումներ ենք անում, ավիրում ենք այդ ջուրը, թունավորում ենք այդ ջուրը, այսօր մենք դա անում ենք, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում, որտեվ անբարոյական են, համատարած, այն ով էլ խոսում է, համ հռչակում են բան, բնապահպան, կամ սորոսական, կամ գրանտակեր, կամ եսիմ ինչ անասուն բաներ ասում են։ Ես ինչ եմ նյարդայնացել, որտեվ ձեր ամեն հարցազրույցից հետո երբեմն մտնում եմ, նայում եմ ու մեկնաբանություններ են գրում, ստոր, ճղճիմ, անողնաշար ինչ-որ fake պրոֆիլներից գալիս ու պիտակավորում մարդկանց, ու ասեմ ձեզ, ինչքան մարդը, խոսքը հոդաբաշխ է, այդքան այդ պիտակավորումները շատ են։ Հիմա ուզում եմ դիմեմ իրենց, քանի որ ձեր մոտ ուղիղ եթեր, այ ոչիլներ, գնացեք մարդ դառեք, հետո նոր այս տաղավարից խոսացողների հասցեին գնացեք ու տակ ինչ-որ բանագիր։ Ես վիրավորված չեմ։ Պարոն Միշկարյան, ես կարծում եմ, որ սպասել, որ ֆեյքերը կարող են լինել ողջամիտ եւ բարոյական։ Ֆեյքերի հարց դուք եք լավ հասկանում, որ դրանք գրողները ֆեյքեր են։ Ես հասկանում եմ, բայց տեսեք խնդիրը ասում եմ արժեբանական է։ Այդ ֆեյքերը չի միայն որ այնտեղ գրում են։ Այնտեղ հստակ նորմալ մարդիկ են գրում, չէ՞։ Եվ կան, որ ես չեմ ասում կան մտնեն, գովաբանեն կամ եսին ինչ որ բաներ անեն, էլի, բայց այդ մեկնաբանությունները կարդացողները իրենք հո չեն նստում մտածում, սա fake է, fake չի, սա, այսինքն մեդիա գրագիտության լուրջ խնդիր կա։
Մարդկանց թվում է, որ սա արտահայտում է հասարակական կարծիք, այո, կարծիքա ձևավորում։ Այդ եթե մարդը առաջնորդվի ոչ թե հասարակական կարծիքով, այլ առաջնորդվի իր արժեքներով, մենք խնդիր չենք, այսինքն այդ արժեքներն էլ բարոյական արժեքներ լինեն։ Իսկ դուք հիմա մի նպատակ եք դնում, որը որ առնվազն տասնյակ տարիներ են պետք որպես այս հասարակությունը հասնի այդ մակարդակին։ Ես կարծում եմ, ես համամիտ եմ ձեզ հետ։ Ես կարծում եմ, խնդիրը շատ դժվար է լուծվում։ Տասնյակ տարիներ, այո, դա հեշտ լուծվող խնդիր չի։ Բայց այսօր դրա լուծելու գոնե 5 տարի, 10 տարի ինչ որ մի շեմ նպատակ կա դրած մեր մոտ որպես հասարակություն, որ այ մենք 5 տարի հետո լինելու ենք այ այսպիսի ցուցանիշով, բարոյական այս արժեքները դավանող, այս գիծը պահող, ինքնասիրություն ունեցող հասարակություն։ Լավ չեմ ասում բոլորը, բարձա որ էլի կլինեն մարդիկ, ովքեր կասեն, չէ պետքա Եվրոպայի տակ մտնել խորը եւ համապարփակ, եւ կասեն, չէ պետքա Ռուսաստանի տակ մտնել խորը եւ համապարփակ։ Այդ մարդիկ ունեն իրանց ինչ որ մի շերտ, ունի իր անձնական շահերը, որը բարոյականության ոչ մի տար չի կարող փոխել, այսինքն իրան կարծրացած նյութական արժեքների հետևից գնացող մարդիկ են, եւ դա բոլոր հասարակություններում կա, ես իդեալիստ չեմ, բայց գոնե այն շերտը, որը գիտակցում է, որ այս կյանքով, այս ստորակարճ վիճակով, այս ես ասենք ինչ հարցեր են քննարկում, վառելիքը էժանա պետքա բերել, թե վառելիքը էժան չի պետք չի բերել, հասկանում եք, այս աբսուրդի աստիճանը, մարդիկ սեփական բակը դուրս են գալիս միջավայր չկա, ջուր չկա, լույս չկա, համակերպած ամեն ինչի հետ համակերպած ապրում են, որոշել են, որ այսա մենք ազգովի նստելու ենք ու լուծենք նավթը, բանը, բենզինը օգտագործենք։ Ադրբեջանական բենզինը բոյկոտենք։ Բոյկոտենք, հա։ Ամենաթիվ մեկ խնդիրն է սա։ Մանկապարտեզի մակարդակի խոսակցություն էլ չի, էլ դա ես չգիտեմ ինչա, էլի ես այն բանը Թումանյանը, որ ասում է, որ քաղաքից ես եկել մի գազետից բանից, չէ, ասենք կապ չունի, որ այդ մարդը 100 տարի կամ 50 տարի կտրված է եղել իրականությունից, մի հատ գազետ հգնի ձեռը կարդա գնա քննարկի։ Բայց չէ որ դա ձեռնտու է քաղաքական դաշտին։ Եվ քաղաքական դաշտն է, բայց խնդիրը ասում եմ նորից արժեքներն է, քաղաքական դաշտը եթե բարոյական արժեքներով առաջնորդվի, եթե ազնվությունը եւ պարկեշտությունը, գիտելիքը, չգիտեմ, արդարությունը, ազատությունը արժեք լինի այդ մարդկանց համար, իրանք այդպես չեն վարվի։ Բայց առաջինը իրանք են մերժում այդ արժեքները։ Առաջինը փիլիսոփաներն են մերժում արդարության գաղափարը Հայաստանում։ Այս միջավայրում, այս պայմաններով, այս վեկտորով, այս գծով, որ մենք ենք գնում, հնարավոր չի փոխել։ Բայց ես վստահ եմ, որ դրա հնարավորությունը կա առհասարակ, եթե գոնե, չգիտեմ, 50 հոգի մարդ, ովքեր իրենց համարում են բարոյական եւ պատասխանատու այս ժողովրդի ապագայի համար, պատրաստ են 3 տարի, 5 տարի, չգիտեմ, իրենց կյանքից դնեն, չեմ ասում սոված մնան կամ եսի ինչ էլի, բայց նվիրաբերեն այդ 5 տարին այս ազգի զարգացմանը, այս ազգի վերափոխմանը, այս ազգի առաջընթացին։ Չկա այդպես մարդիկ։ Այն ովքեր էլ որ գալիս են, իմը այսօր լավ չեմ ուզում անուններ տամ, ոչ մեկի հետ։ Երևի մասին խոսեք, բան իսկայան անուններ։ Մարդիկ ասեք, ես որոշեցի առաջադրվեմ, ես դու ով ես որ դու որոշեցիր առաջադրվես ու տենց առաջադրվես։ Չէ, ես որոշեցի դառնալ վարչապետ։ Մի վարքյան, ես որոշեցի դառնալ վարչապետ։ Ես չէ, ես այս խմբի մեջ ես վարչապետի տեխնացուն եմ, դա մի հարց է, որ ես այդպես որոշեցի մի օր երեք բեմում էի, այսօր իջա ու որոշեցի առաջադրվեմ, հա չէ, ես իրավունքի տեսակետից ամեն ինչ նորմալ է, բայց ախր այ ինգեր ջան, չես հասկանում, որ դու այդպես միայնակ որոշել ես ինչ ես փոխելու, ինչ ես անելու, ինչ խնդիր ես լուծում դու, ինչ ես, լավ առաջադրվեցիր, ասեցի նա եկավ, այս մեկն էլ առաջադրվեց, այն մեկն էլ 5000 հոգի առաջադրվեցին, ինչ եք փոխելու, ոչ մի բան, գնալու են ընտրություններին պարտվեն, ասեն դա ժողովուրդը մեզ չուզեց, ժողովուրդը
Մեզ չընտրեց, մեր հասարակությունը վատնա, դե ինքեր դու պատասխանատվություն ես պատրաստ դեռնես։ Մենք մեր ժամանակից առաջ ենք ընկել, մեզ չգնահատեց ժողովուրդը։ Հա, էլի, այդպես ես ինձ թվաց ժամանակն է վերջանում, ժամանակը ասեցի։ Դեռ չի վերջանում, բայց քիչ է մնացել։ Հիմա ինչի եմ ես բորբոքվում, որովհետև այն քիչ մարդիկ էլ ովքեր պատրաստ են կամ թվում է թե պատրաստ են պատասխանատվություն վերցնեն, իրենք էլ դա անում են ձևի համար։ Ձևի, որովհետև այդ կարգը է, այսինքն մի հատ ինչ ենք անում, 6 ամիս ժամանակ կա, չէ՞։ Այս 6 ամսվա մեջ ես ինչ կարամ անեմ, որպեսզի լինի այն փոփոխությունները, որը անհրաժեշտ է։ Կամ չկա դրա գիտակցումը, ուղղակի անում ենք, որ լինի։ Կամ ուղղակի ինչ որ ուրիշ հետին միտք կա, որ քիչ է հավանական, բայց չեմ բացառում։ Ասենք ինչ որ քաղաքական առևտրի նպատակ, տեսլական, ուղենիշ, արժեքներ, դրանից ոչ խոսացող կա, ոչ քննարկող կա, ոչ բողոքող կա, գոնե դրանից բողոքեն։ Պարոն Միսկարյան, ըստ ձեր այս վերջի խոսքերի, այս մի բարբերության տպավորություն է ստացվում, որ 26-ի խորհրդարանը մեծ հաշվով ոչ մի բանով չի տարբերվելու 21-ի խորհրդարանից։ Դու 59-ն էլ չի տարբերվելու, եթե այս ձևով գնաց, ինչ է անում այսօր, նայեք, հիմա Լի Կուան Յուի մասին եմ չէ խոսում, մարդը ուներ տեսլական, ուներ խնդիր ձևավորված իրավիճակի հետ եւ որոշեց կամ դրսևորեց այդ փոփոխությունը անելու։ Էական չի ինքը ավտորիտար համակարգով արեց, մի ուրիշ տեղ, չգիտեմ, մի քանի սերունդում արեցին։ Նա առաջարկություն արեց հասարակությանը, որը ընդունեց այդ առաջարկը։ Հիմա, այսինքն, բոլոր ժողովուրդների մոտ էլ այդպես չի, որ ժողովուրդը սենց միասնական մի օր որոշում է, քնից արթնանում է եւ որոշում է, որ չէ, այսօրվանից ամբողջ մեր մտածելակերպն ու արժե համակարգ փոխել։ Երկու շաբթօրվանից։ Հա։ Հետևաբար, ապա ինչպես շատ պարզ այդ ժողովրդի մեջ լինում են մարդիկ, ովքեր ավելի պատասխանատու են իրենց զգում ընդհանուրի առաջ, քան մյուսները։ Եվ այդ մարդիկ ունեն արժեքներ, որոնց համար իրենք պատրաստ են պայքարեն, որոնց պատրաստ են այդ արժեքներով միջավայր ստեղծեն, միջավայր փոխեն։ Հիմա մենք չունենք այդ մարդիկ։ Կամ այդ մարդիկ այդ չէ, դրան մոտ մարդիկ կան, որոնք ինչ որ հաջողություններ են հասել եւ հարմար տեղավորվել են իրենց բիզնեսների մեջ, սպասում են մինչեւ մի օր կամ Հայաստանը կհայաթափվի, իրանք էլ կգնան, կամ մի օր թոշակի անցնելու կլնեն, կվերցնեն տնեցիներին Հայաստանից կգնան։ Այսինքն այս երկրի հետ հույս ու ապագա կապող մարդը չի կարող անտարբեր նստել, եթե դա խեղճ ու կրակ մարդ չի, էլի, այսինքն մարդ, որը իր օրվա հացի խնդիրն է լուծում։ Այդ մարդը հույս չի, այսինքն վաղը նա չի վերկենալու։ Շատ պետք է տեղ նեղվի, որ եղան առնի, ինքնի հեղափոխություն անելու։ Բայց այն մարդով կրթություն է ստացել, ինքը պարտավոր է չէ այս հասարակությանը վերադարձնի այդ գիտելիքը, որ ստացել է, մենակ իր փորը լցնելու, իր ընտանիքի հարցը լուծելու համար չի։ Վերջը այս պետությունը զարգացնելու համար էլ է, չէ։ Հիմա մի կիսագրագետ եկել է, նստել է, ասում է ես եմ այս երկրի ղեկավարը։ Լավ չի անում նա այդ փոփոխությունները։ Վա մենք ուրեմն այդքան ողնաշար չունենք, այդքան միտք, այդքան հասունություն, այդքան պատիվ չունենք, որ հավաքվենք իրար գլուխ, ասենք հոբ ժողովուրդ, այդ ձևով էլ չի լինի շարունակել, եկեք փոխենք ախպեր, մի բան պետք է փոխել, ի՞նչ է պետք փոխել։ Չեմ ասում ես վունդերկինդ եմ, ես սա հարցերի պատասխան ունեմ, բայց ես գիտեմ, որ հնարավոր է փոխել։ Հիմա չգիտեմ ոնց է հնարավոր փոխել։ Եկեք խելքի տանք, ամեն մեկը իր գործերով իր տոնը։ Մենք նորից վերադառնում ենք այնտեղ, ինչից սկսեցի, ես բացեցի մեր հարցազրույցը, խնդիրը այն է, որ այն մարդիկ, որոնք խոսում են փոփոխությունների մասին եւ առաջարկում են փոփոխություններ, նրանց երեխաները Ամերիկայի, Ֆրանսիայի, Չեխիայի քաղաքացիներ են։
Նրանց բիզնեսը 90%-ով Ռուսաստանում է, հասկանում եք։ Սովորական քաղաքացիներն են երեխեն չծնված արդեն գնում են Իսպանիայում թղթեր կամ Սովորական դրանք մի կողմ։ Փոփոխություններ առաջարկող մարդիկ Հայաստանի հետ կապված չեն։ Ես ինչի սկսեցի մեր զրույցը։ Այդ մարդիկ իրանք են քաղաքական օրակարգ ձևավորում այսօր։ Իրանք քաղաքական օրակարգ են ձևավորում սեփական գրպանի եւ ամբիցիաների համար։ Բայց այս երբես պետությունը դրանով չի կարող զարգանալ, հասկանում եք, չէ՞։ Այն մարդը, որ իր երեխային վերցնում է եւ տանում է ուրիշ տեղի քաղաքացի է դարձնում, ինքը այս երկրի հետ բարձա չէ, որ հույս չի կապում։ Այսինքն մարդը ինքը հարմարվող է։ Եթե ես ուզում եմ մի բան փոխեմ, նախ պետք է ես իմանամ ինչի եմ ես դա ուզում փոխեմ։ Այսինքն հիմնային պատճառը եթե ես ցեխերի մեջով եմ քայլում, եթե ես չիմանամ, որ կա ցեխին այլ ընտրանք, ես փոփոխություն դժվար Եվ ամենակարևորը, ինչ պատասխանատվություն եմ կրելու, եթե դա չկարողանամ անել։ Իսկ եթե դու ստեղի հետ կապված ես, դու ոչ մի պատասխանատվություն չես կրելու։ Պատասխանատվությունը կրելու են ժողովուրդը։ Չես որ քո երեխու համար։ Պարզ չի որ եթե կարևորը չէ։ Քո սերունդները Հայաստանը լքելու են, դու ամուրսարներ կշահագործես, Արաբ Սարգսյան նման կանգնես, կասես, «Ախ, հանքեր եկեք մի անգամից շահագործենք, մի հատ բանակը ուժեղ զլենք», ով ապրելու այդ հողի վրա, որ այդ հանքերը սաղ շահագործեն։ Ոչ մեկը չի մտածում դրա մասին։ Հիմա ես ասում եմ, այս ղեկավարները, ովքեր որ այսօր կան, իրանք չեն մտածում Հայաստանի ապագայի մասին։ Այն ղեկավարները, ովքեր եղել են իրանցից առաջ, իրանք էլ չեն մտածել Հայաստանի մասին։ Դա գաղտնիք չի, ոչ նախկինների թալանածը, կերած, լափածը, նրանց արժեքներն է գաղտնիք, ոչ էլ այս գործողներին է գաղտնիք։ Հիմա ինչ արգանդը չորացել է ժողովրդի, չկան էլ մարդիկ, ովքեր վերջի վերջո բարոյական արժեքներ ունեն Եվ իրանց պատասխանատու են զգում այս երկրի, այս հողի, այս ջրի առաջ։ Չկան այդպես մարդիկ, չկան էլ բարձվում է։ Պարոն Միսկարյան, եկեք այս ֆատատեսական խոսքերով ավարտենք մեր այսօրվա զրույցը, որովհետև ժամանակն է ուղղակի ավարտվել, հուսամ, որ մեր մյուս հանդիպման ժամանակ ավելի լավ տրամադրվածություն կունենանք եւ մենք կփորձենք խոսել գոնե մի փոքր շատ ավելի կլինի մյուս հանդիպումը, ես որոշել եմ էլ հարցազրույցներ չտամ, չգիտեմ։ Լավ, շատ շնորհակալ եմ ձեզ ամենայն դեպս, որ այսօր այդ հարցազրույցը տվեցիք։ Մեր հյուրներ +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ամանորը, Կալիկ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ես ցանկանում եմ իհարկե առաջի հերթին, որպեսզի մենք շարունակենք ապրել
իրավունքի գերակայությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետությունում։ Մի պետությունում, որ կկարողանա ապահովել եւ պետության եւ յուրաքանչյուրիս անվտանգությունը, թե ներքին եւ թե արտաքին մարտահրավերներից։ Ես մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուրը ունենա արժանապատիվ աշխատանք եւ կարողանա իր ընտանիքների իր համար իրապես ապագայի ծրագրերը կազմի հենց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու միջոցով։ Ես մաղթում եմ, որպեսզի մեր պետությունը դիմակայի այն բոլոր սպառնալիքները, որը սպասվում է, հատկապես առաջիկա ազգային ժողովի ընտրությունների հետ կապված։ Բոլորից հաջողություն եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետության կայացման գործում։ Մեր եթերը շարունակվում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է 20 կետերը խաղաղության պլանի Ուկրաինայի մասով խաղաղության պլանի 20 կետերը հիշեցնենք, որ սկզբից Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան առաջարկում էր 28 կետանոց մի փաստաթուղթ, որից հիմա այդ բոլոր քննարկումների արդյունքում ԱՄՆ, Ուկրաինա ձևաչափով, ԱՄՆ, Եվրամիություն ձևաչափով մնացել են 20-ը եւ այս պահին Ուկրաինան, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն փաստացի առաջարկում են Ռուսաստանին 20 կետանոց մի փաստաթուղթ, որտեղ կան մեղմ ասած բավականին խնդրահարույց եւ վիճելի կետեր եւ հաշվի առնելով, որ սա իմ անձնական տեսակետն է, Ռուսաստանը ի սկզբանե պատրաստ չէր ստորագրել նույնիսկ 28 կետանոց փաստաթուղթը, որովհետեւ այնտեղ կան այնպիսի կետեր, որոնք կապված են տարածքային ռուսական ձեռքբերումների հետ, որոնք բավականին զգալի չափով պետք է կրճատվեն, շատ կասկածելի է երևում այն հեռանկարը նշмарվում, որով Ռուսաստանը կարող է այս 20 կետանոց փաստաթուղթը ընդունել եւ ստորագրել։ Ինչևէ, այս պահին մենք ունենք հյուր, որը մեզ միացել է տեսակապով Ուկրաինայի Կիև մայրաքաղաքից, դա Օլեգ քաղաքական վերլուծաբան Օլեգ Մարտիրոսյանն է, որը շատ ավելի ճշգրիտ տեղեկատվություն եւ կարծում եմ վերլուծություն կմատուցի մեզ։ Приветствую вас, господин Мартиросян. Добрый день, Баревдес. Я только что очень кратко попытался представить тот документ, который украинский президент Володимир Зеленский представил вниманию общественности, 20 пунктов мирного плана для Украины. Я сейчас не буду, конечно, перечислять все эти пункты, но вот первое ваше впечатление об этом документе, учитывая, что во время нашей прошлой беседы вы совершенно справедливо заметили, что Россия, собственно говоря, не готова подписывать такие соглашения с Украиной, просто потому что России это сейчас не нужно, и война, насколько я понимаю, будет продолжаться. Что вы можете сказать об этом документе? Изменилось ли как-то ваше
мнение, которое вы выразили в ходе нашего предыдущего общения? Ну, мое мнение никак не изменилось. Дело в том, что все эти переговоры, которые сейчас идут, и все обсуждения пунктов, их проговаривания касаются двух сторон практически. Это Соединенных Штатов и Украины. И иногда возникает такое ощущение, что две воюющие стороны – это Соединенные Штаты и Украина, а не Российская Федерация и Украина. В этом процессе Российская Федерация не участвует. Изначально 28 пунктов, которые появились в сети и стали предметом для обсуждения, это тоже были пункты, которым, я думаю, в случае, если бы их всерьез рассматривала Российская Федерация, были бы к ним определенные, скажем, вопросы и уточнения. Но нынешний документ, который был представлен, он хорош тем, что он показывает конструктивность украинской позиции и, соответственно, то, что есть определенное движение союзников Соединенных Штатов и Украины к поиску взаимопонимания и общей дорожной карты того, как они видят будущее и финал войны. Но есть несколько моментов. Во-первых, в этом документе написано, что после того, как все стороны согласуют этот документ, тогда будет прекращение огня. Ну, я могу сделать предположение, что прекращение огня может быть да хоть через 3 года, когда угодно, в общем-то. То есть, соответственно, отсутствие какого-то дедлайна, отсутствие давления на российскую сторону в плане принятия уже, ну, скажем, согласованного двумя сторонами, Соединенными Штатами, Украиной, ну, 3 и Европой, Европейским Союзом документа, говорит о том, что требования к Российской Федерации довольно-таки не имеют срока окончательного результата. Поэтому процесс идет, и он может идти очень-очень долго. Для нас этот документ – это в какой-то степени свидетельство того, что мы имеем поддержку со стороны как Европейского Союза, так и со стороны Соединенных Штатов. А если говорить о Российской Федерации, то некоторые пункты этого документа выглядят, на мой взгляд, абсолютно нереалистично. Вот, например, в этом документе написано о том, что Соединенные Штаты хотят вместе с Российской Федерацией управлять атомной электростанцией. И, соответственно, у меня вопрос вот к людям, которые более реалистично мыслят. С какой стати Российская Федерация должна передавать контроль хоть 1% Соединенным Штатам или Украине для того, чтобы распределять электроэнергию и прочие, скажем, энергию на несколько государств, на свою контролируемую, оккупированную Украину и на Украину, которая контролируется украинским правительством. И, соответственно, это вот один из первых таких простых моментов. Есть гораздо более сложные моменты касательно территорий, и есть еще более сложные моменты касательно подписания документов о ненападении и тому подобное. А в этих документах неужели будет проговариваться какая-то очень сложная система атаки, если Российская Федерация нарушит документы о ненападении, например? Что будет для Российской Федерации? Вот у меня вопрос. И, соответственно, это все очень напоминает такие документы, которые должны скорее консолидировать видение союзников, но не являются тем, что будет лежать на столе, когда будет речь идти о действительно подписании какого-то мирного договора между Российской Федерацией с одной стороны и Украиной с другой. Я бы отметил еще несколько моментов в связи с этим документом. Дело в том, что вот один из первых пунктов – это то, что Российская Федерация, ну даже не Российская Федерация, а Украина подтверждает свой суверенитет. Вот очень интересная формулировка. Вопрос, а неужели есть какой-то документ, который бы отказывал Украину в собственном суверенитете? Если мы говорим со стороны России, то Российская Федерация подписывала Алматинскую декларацию, где признавались границы бывших советских республик в полной территориальной целостности, которые они были в составе Советского Союза. Потом они подписывали Будапештский меморандум. Они подписывали серию пакетов документов о признании
демаркации, делимитации границ между Россией и Украиной. Было очень много документов, связанных с экономическим сотрудничеством взаимовыгодным. И это все происходило, начиная с 90-х, заканчивая первой половиной нулевых. То есть, соответственно, можно сказать, что до 2014 года у нас было очень много документов, которые обязали Украину с одной стороны и Российскую Федерацию с другой стороны уважать суверенитет друг друга. И что мы имеем по факту? По факту, начиная с 90-х годов, были российской стороной проводились спецоперации по, скажем так, дестабилизации Крыма, спецоперации в Севастополе. Верховный Совет Российской Федерации, который недолго просуществовал, он вообще признавал Севастополь частью России. Соответственно, потом этот документ был аннулирован. Но это не имеет значения. Смысл в том, что все документы, которые российская сторона может подписать, я не вижу гарантий, чтобы они их не нарушали, кроме как опасность для российской государственности и огромная возможная военная угроза со стороны блока, который будет требовать от Российской Федерации соблюдения этих договоренностей. При отсутствии этого, даже не просто надсмотра, а этой реальной угрозы, не просто формулировки о том, что Украина будет, так же как и другие страны, члены НАТО, иметь гарантии безопасности на уровне 5 статьи НАТО. Так вот у меня вопрос. А все ли уверены в том, что 5 статья НАТО будет действовать так, как это, представляется, что будет консолидация всех государств-член НАТО, и после определенных обсуждений начнется общий такой военный фронт по защите любого члена НАТО от любой угрозы со стороны внешней? Я не уверен насчет этого. И для меня, соответственно, и 5 статья НАТО на сегодняшний день является предметом споров, потому что для того, чтобы вести войну защитную, например, нужно, чтобы была воля, в первую очередь, у населения, которое должно идти и выполнять боевые задания. Это нужна воля политического руководства. Это очень много обусловленностей, которые на сегодняшний день из-за, может быть, нерешительности, а может быть, из-за определенной изменения внешней политики Соединенных Штатов, которая была гарантом безопасности всех европейских стран, начиная с окончания Второй мировой войны. И, соответственно, на сегодняшний день говорить о том, что мы имеем полную уверенность, что наши союзники, которые нам обещают гарантии безопасности, будут действовать так, как это нам бы хотелось в рамках нашего понимания 5 статьи НАТО, очень-очень сложно. Я надеюсь, что эти документы будут предпосылкой для будущего углубления сотрудничества, развития общего доверия и взаимопомощи между Украиной и нашими союзниками, это Европейским Союзом и Соединенными Штатами, что очень важно. Если говорить о реальности имплементации этого документа, то для меня абсолютно очевидно, что для российской стороны этот документ является всего лишь поводом параллельно продолжать вести войну и одновременно держаться на треке мирных переговоров. И для них это важно для чего? Я полагаю, что в любой момент, когда в Российской Федерации появится потребность приостановить войну для того, чтобы начать заниматься собственной экономикой, восстанавливать собственные возможности и накапливать ресурсы для следующей войны, то тогда, скорее всего, они пойдут на прекращение огня, но тогда прекращение огня не будет результатом подписания определенного документа, а прекращение огня будет стоять в начале процесса. И, соответственно, после этого будет еще очень долго идти дискуссия о том, какой документ между Украиной и Россией, не Украиной и Соединенными Штатами, а Украиной и Россией, которые воюют друг с другом, какой в итоге документ будет подписан. Поэтому эта история на очень долгую дистанцию. И, соответственно, в Украине, несмотря на то, что действительно все хотят мира, но люди понимают, что не мы начали эту войну. И, соответственно, для того, чтобы у нас был этот мир, нам необходимо все сделать, чтобы Россия остановилась. Мы даже не говорим уничтожить Россию или что-то такое, ни в коем случае. Просто чтобы Россия остановилась.
И после этого тогда действительно, возможно, будет площадка для настоящего обсуждения будущего мирного договора. Олег, я вот кратко ознакомился, пробежал глазами этот документ из 20 пунктов и сразу увидел противоречие, как минимум между двумя пунктами. Самый сложный пункт – это территории, где отмечается, что один из вариантов – Россия уходит из Днепропетровской, Николаевской, Сумской, Харьковской областей. В Донецкой, Луганской, Запорожской, Херсонской областях стоим, где стоим. Переходим к пункту первому. Подтверждение суверенитета Украины. Как эти два пункта могут существовать в одном документе, потому что представить себе подтверждение суверенитета Украины в условиях, когда в 4, как минимум, областях Украины стоят, где стоят, на мой взгляд, достаточно сложно. Ну, вот вы озвучиваете очевидный момент, который говорит о том, что этот документ в том виде, это просто так навскидку, сегодня... да? Навскидку. Да, я даже особо не невозможно, невозможно рассматривать как нечто такое, которое действительно бы устроило обе стороны. Даже если Украина пойдет на большие уступки и выполнит часть требований наших союзников и, в первую очередь, России, это не будет означать ровным счетом ничего. И есть еще один важный момент. Откуда вообще появилась эта формулировка подтверждение суверенитета Украины? Она возникла из того, что после 2014 года Российская Федерация начала говорить о том, что в нашей стране, в Украине, был переворот, и, соответственно, какие-то нелегитимные люди пришли к власти. Хотя у нас были выборы конкурентные, с представлением разных визий будущего Украины, и, соответственно, были выборы как президентские, так и парламентские. Ну, неважно, не будем вспоминать 2014 год, важно другое, что после этого Российская Федерация все время говорит, что вот все эти документы, которые были подписаны до 2014 года, после переворота внутри Украины в Киеве, они как бы обнулились. И, соответственно, у меня вопрос к российской стороне. Если вы считаете, что вы, условно говоря, подпишете с какой-то украинской властью документ, который будет вас устраивать, ну, например, с формулировками, что украинская земля – это вообще российская земля, не имеет значения. Так что у меня вопрос следующий. Как только украинский народ придет на выборы и выберет представлять себя людей, которые будут защищать украинский суверенитет и Украину, то вы снова скажете, что этот документ, который мы разрабатывали, там, не знаю, 3, 5, 10 лет, он будет аннулирован, потому что поменялась власть. Соответственно, вот эти все формулировки про украинский суверенитет – это всего лишь ловушка, которая отвлекает от самого главного. Российская Федерация не позволит Украине стать членом Европейского Союза. Вообще, события 2014 года начинались с очень простого события, что украинское государство хотело составить такую, скажем, дорожную карту, документ об ассоциации с Европейским Союзом, которая открывала торговые возможности, экономические возможности, и при этом никак не претендовала Украина на то, чтобы стать кандидатом в члены ЕС, членом ЕС. На сегодняшний день Украина – это кандидат в члены ЕС, которая уже провела огромное количество реформ для того, чтобы быть в соответствии с европейским законодательством. И представить себе, что Российская Федерация позволяет Украине стать полноправным членом ЕС, и она оставляет государственность Украины в покое, невозможно. Я даже не говорю про НАТО. То есть про НАТО это вообще абсурдно и смешно, особенно с учетом того, что за последние годы членами НАТО стали Финляндия и Швеция. И это, я считаю, огромнейшее геополитическое достижение Российской Федерации. Но если мы посмотрим на это трезво, то проблема заключается в том, что Российская Федерация не позволяет Украине вести собственную внешнюю политику и действительно защищать свой суверенитет. И их основные требования, которые озвучиваются или даже в каких-то документах прописываются, сводятся к тому, что суверенитет Украины должен быть ликвидирован, а потом должна быть государственность ликвидирована. И я вам так скажу, что, соответственно, какая бы ни была ситуация в Украине, народ Украины не пойдет на ликвидацию собственного государства. Поэтому война, которая сейчас идет, она может продолжаться очень-очень долго. Соответственно, ресурсов бесконечно, без прекращения огня вести боевые действия у Российской Федерации не хватит. Соответственно, в какой-то момент действительно будет приостановка, прекращение огня. Но поскольку есть очень много
даже не споров, а просто абсурдно невозможно соединимых требований и условий, которые требует от нас российская сторона, и которые абсолютно противоречат основам, в принципе, не то что там Конституция, а здравого смысла и возможности существовать украинцам как отдельному субъекту, то, соответственно, мы в каком-то смысле в тупике. Но выход из этого тупика возможен в будущем. В первую очередь для этого, я считаю, нужны изменения в самой Российской Федерации. И признание того, что Украина – это субъект, и Украина как государство, как украинский народ имеет право на существование и собственную волю, и свое видение будущего, и, соответственно, на свое понимание того, как они будут строить свое будущее. Олег, благодарю вас за интервью. Очень надеюсь, что наступающий год станет для Украины все-таки годом мира. С наступающими вас праздниками и хорошего дня. Всего доброго, вас также с наступающими праздниками. Всего доброго, хорошего. Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով, Ուկրաինայի Կիև մայրաքաղաքից, քաղաքական վերլուծաբան Օլեգ Մարտիրոսյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք առաջինի եթերը։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտող գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ամանորը, Կալիկ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ես ցանկանում եմ իհարկե առաջի հերթին, որպեսզի մենք շարունակենք ապրել իրավունքի գերակայությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետությունում։ Մի պետությունում, որ կկարողանա ապահովել եւ պետության եւ յուրաքանչյուրիս անվտանգությունը, թե ներքին եւ թե արտաքին մարտահրավերներից։ Ես մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուրը ունենա արժանապատիվ աշխատանք եւ կարողանա իր ընտանիքների իր համար իրապես ապագայի ծրագրերը կազմի հենց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու միջոցով։ Ես մաղթում եմ, որպեսզի մեր պետությունը դիմակայի այն բոլոր սպառնալիքները, որը սպասվում է, հատկապես առաջիկա ազգային ժողովի ընտրությունների հետ կապված։ Բոլորից հաջողություն եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետության կայացման գործում։
Մեր եթերը շարունակվում է, տարեվերջին հերթական անգամ առաջին պլանում է հայտնվել պարգևավճարների թեման եւ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ այսօր շփվել է լրագրողների հետ, պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել, ներդրվել է պիլոտային համակարգ, որով կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը։ Հիմա ցիտեմ պարոն Փաշինյանին. հրաժարվում ենք համակարգից, երբ բոլորը ստանում են համատարած նույն դրույքաչափերը, սա կառավարելիությունը եւ մոտիվացիան նվազեցնում է։ Քանի որ արդար չէ, որ նույնչափ հավելավճար ստանան ավելի շատ ու քիչ ջանք գործադրողները, հասել ենք այն կետին, որ վարձատրությունները լինեն մրցունակ մասնավոր հատվածի հետ, ասում է պարոն Փաշինյանը։ Հիմա այս տեղեկատվությունը համադարենք մի այլ տեղեկատվության հետ, որով երեք կիսվել է անդիմադիր պատգամավորներից մեկը, ըստ որի պարգևավճարների չափը ազգային ժողովում հասել է տարեվերջին 3 միլիոն դրամի մեկ պատգամավորի հաշվով եւ ընդհանուր առմամբ ըստ տարեվերջի որոշման, որը ընդունել է ազգային ժողովի նախագահը, ԱԺ-ում պարգևատրումներ խրախուսումների համար ավելի քան 545 միլիոն դրամ է հատկացվել։ Չեմ կարող ասել, որքանով է սա կարելի է այս նորությունը համադրել պարոն Փաշինյանի ասածներին, բայց այնուամենայնիվ թեմայի շուրջ մենք այսօր կփորձենք զրուցել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վերլուծաբան, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշիդյանի հետ, որը մեզ միացել է տեսակապով։ Բարև ձեզ, պարոն Խուրշիդյան։ Ողջույն։ Պարոն Խուրշիդյան, արդյոք ազգային ժողովի պատգամավորները դա այն մարդիկ են, որոնք պետք է խրախուսվեն լավ աշխատանքի համար, որը բերում է մեծ արդյունքների։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք մի երանելի արդեն իրավիճակում ենք համարյա եվրոպական երկրների մակարդակի, երբ որ քննարկում ենք արդեն պատգամավորների աշխատավարձերի եւ պարգևավճարների չափը, այսինքն դա դառնում է կարևոր հանրային քննարկման թեմա, ավելի առաջնային, քան մարտահրավերները, որոնք ունենք այսօր։ Բայց խնդիր չի, սիրով իմ դիրքորոշումը կհայտնեմ։ Ընդհանրապես այն, որ պետական պաշտոնյաների, այլ բարձրագույն պետական պաշտոնյաների աշխատավարձերը պետք է լինեն մրցունակ, այդ գաղափարի հետ համաձայն եմ։ Իրականում դրանից նաև կախված է որակը պետական կառավարման, դա միայն պատգամավորներին չի վերաբերում։ Դա վերաբերում է նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին, համայնքներում աշխատողներին, որտեղ մենք բազմիցս բախվել ենք այն խնդրին, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ուղղակի չեն գնում քաղաքապետարանում աշխատելու կամ անազնիվներն են գնում, ովքեր ստվերային եկամուտի ինչ-որ կոռուպցիոն սխեմաների հույս ունեն եւ գնում են, որ այդպիսի ինչ-որ լրացուցիչ եկամուտ ունենան, բացի աշխատավարձից, որը բավականին ցածր է։ Հիմա պատգամավորներին թվում է այդքան ցածր չէ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ մեծ բան է կախված պատգամավորներից եւ այն քաղաքական որոշումները, որոնք իրենք ընդունում են օրենքների տեսքով, ազդում է միլիոնավոր մեր համակարգացիների վրա, դա նաև մեծ պատասխանատվություն է, երբեմն մեծ գայթակղություն է, ինչ-ինչ շահեր սպասարկելու եւ նման պարագայում իհարկե եթե զուտ բարոյական տեսակետից խոսենք, պետք է ասենք, որ իհարկե պետք է իրենք թեկուզ եւ ոչ այնքան բարձր աշխատավարձերով ապահովեն այդ ազնվությունը եւ երբեք չգայթակղվեն, երբեք չտրվեն այլ շահերի, այդ թվում կարող են լինել բիզնես շահեր, որոնք հակասեն հանրային շահերին, երբեմն այդպես լինում է, միշտ չի որ համընկնում են բիզնես շահերը հանրային շահերի հետ, եւ այլն, բայց ամենայն դեպս մենք նաեւ պետք է իրատես լինենք եւ այդ գայթակղությունները ավելի հեշտ է հաղթահարել եւ դա միայն պատգամավորներին չի վերաբերում, էլ եմ ասում։ Օրինակ դատախազներին, դատավորներին, ավելի հեշտ է հաղթահարել, երբ որ իրենք գիտեն, որ ֆինանսական խնդիր ընդհանրապես չունեն, որ մտածեն, որ ես ինչի պետք է այսպես ծանր պատասխանատվության տակ մտնեմ, այսքան թուքումուր ուտեմ եւ այլն, շատ դեպքերում, չկատարված նաեւ կամ վատ կատարված աշխատանքի համար կամ չսպասված, չարտարացված սպասումների համար եւ արդյունքում, բայց անդադ մտածեմ, թե այս վարկս ոնց պետք է փակեմ հիպոթեկային կամ չգիտեմ, լվացքի մեքենայի վարկը ոնց պետք է փակեմ։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում բարձր աշխատանքի, այդ այն բանը չի, որ
այդ բարձր լինելու պատճառով աշխատավարձերի падգամավորների եւ բարձրագույն պաշտոնյաների ինչ որ բյուջեն դրանից ճեղքված կստանա կամ ինչ որ ծանր բեռ նստի բյուջեի վրա։ Չէ, իրականում բյուջեի վրա ծանր բեռ է նստում, երբ որ եկամուտներն են նվազում վատ որոշումների, վատ օրենքների պատճառով։ Իսկ եթե լավ որոշումներ են ընդունվում, լավ ուրեմն օրենքներ են ընդունվում եւ արդյունքում բյուջե շատ մուտքեր է գործում, տնտեսությունը ավելի արդյունավետ է աշխատում, այ դրա շնորհիվ կարելի է ինչ որ մի չնչին տոկոս, նույնիսկ 1%-ը դա չի հասնում, հա, եկամուտների, որը գնում է այդպիսի վարձատրությունների վրա, ընդհանրապես պետական ապարատի վարձատրությունը միշտ կարևոր իհարկե հոդված է։ Այսինքն, պարոն Խոշոդյան, ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ դուք կարծում եք, որ այդ որոշումները, որով ընդունվում են, օրինակ նույն ազգային ժողովի կողմից, պետական ապարատի կողմից, նախարարությունների կողմից, ապահովում են այն զարգացումը, երկրի զարգացումը, տնտեսական զարգացումը, մնացած բոլոր ուղղություններով զարգացումը, որը թույլ է տալիս հանգիստ նույն ազգային ժողովի падգամավորներին տալ 545 միլիոն դրամ մի երկրում, որում աղքատության շեմը հաղթահարված չէ, որում կան ծայրահեղ աղքատներ, որում կան երեխաներ, որոնք մինչև այսօր, ես դա չեմ չափազանցնում, երեկոյան քնում են քաղցած վիճակում, այսինքն կուշտ չեն։ Դուք կարծում եք, որ սա նորմալ է։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես կարծում եմ, որ այլ տեղից պետք է սկսենք, ուրեմն որտեղ որ լավ չեն։ Դե ասում եմ, եթե թույլ տաք կասեմ։ Խնդրեմ։ Եթե կան այդպիսի խնդիրներ, որոնք որ падգամավորների, նախարարների վատ աշխատանքի թերացման պատճառով չեն լուծվել, այդտեղ պետք է քննադատենք եւ պահանջենք, որ լուծվեն։ Եվ ինչը պարբերաբար անում ենք։ Կոնկրետ ես դա անում եմ, շատերը դա անում են, մի մասը անում են հայուելով իշխանություններին, ես դա անում եմ կոռեկտ ձևով, դեռ չեմ ընդունում, երբ որ անիմաստ ինչ որ լարվածություն է ստեղծվում։ Կարելի է բանական քննարկման միջոցով, քննադատությամբ, մատնանշելով սխալները, հասնել արդյունքների, հա։ Միշտ չի որ գոհ ենք լինում այդ արդյունքներից, բայց դա ժողովրդավարական գործընթաց է։ Հիմա ես եթե պոպուլիստ լինեի, ասեի որ այ շատ ճիշտ եք ասում, պարոն Դավիթ Ստեփանյան, եկեք մի հատ որպես պատիժ նախ կրճատենք բոլոր այդ աշխատավարձերը, այդ ինչ խաբար է 540,000 են ստանում։ Թող ստանան 200,000, այն 300,000-ն էլ 100 անգամ 300,000, տեսեք ինչ տիվ է անում, հա, 30 միլիոն, չէ։ Եվ այդ 30 միլիոնը բաժանենք թոշակառուներին։ Այո, թոշակառուներին ավելացնենք։ Մենք ունենք 500,000 թոշակառու, եւ այդ 30 միլիոնը, որ բաժանում ենք թոշակառուներին, ամեն մեկին ինչքան 20 դրամ է գալի, չէ, թե ինչքան է գալի։ Հիմա կալկուլյատորը մոտս չի, հիմա բան Խոշոդյան։ Չէ, շատ կներեք, շատ կարևոր է, որովհետեւ դրանից է կախված, թե մենք ընկալում ենք ընդհանրապես պետական ապարատի աշխատանքը ինչպես է լինում ընդհանրապես, հա։ 30 միլիոն։ Ես հասկանում եմ, որ մի քիչ ժամանակը մեր հեռուստադիտողների խլում ենք, բայց եկեք մի հատ էքսպերիմենտ անենք, էլի բաժանենք 30 միլիոնը 500,000-ի։ Եվ ստանում ենք 60 դրամ։ Եթե կարծում եք, որ այդ 60 դրամը ավելացնելով թոշակառուներին, падգամավորների հաշվին, կամ լավ նաև նախարարների հաշվին թողնի 100 դրամ յուրաքանչյուրին, բայց արդյունքում ունենալով վատ կառավարում, վատ որակ որոշումների, հա, ես չեմ ասում, որ դա ուղիղ համեմատական է, բայց դա նվազագույն կարևոր ինչ որ պահանջներից մեկն է։ Եվ ամենակարևորը, ուղղակի արտահոսք կունենանք, եթե ձեր մոտեցումը դրսևորվի պետական մակարդակով, արտահոսք կունենանք պետական մակարդակից պաշտոնյաների, որոնք կգնան մասնավոր բիզնեսում շատ լավ դրա տասնապատիկը կաշխատեն, ով որ պրոֆեսիոնալ է, ով որ պրոֆեսիոնալ չի, գուցե ուզենա մնա, բայց մեզ պետք են որ ոչ պրոֆեսիոնալները մնան։ Մենք չենք կարող անդել, ներողություն ես ավարտեմ, չենք կարող անդադ պնդել, որ հայրենասիրության մղումով բարձր պրոֆեսիոնալները թողնեն իրենց գործերը, օրինակ ես այդպիսի մի պրոֆեսիոնալ գիտեմ, հա, Արամ Ջիվանյանը, որը որ շատ բարձր վարձատրվող միջազգային մակարդակի փորձագետ եւ գիտնական էր, պրակտիկ գիտնական էր, իսկ լրիվ գործերը, բիզնես ամեն ինչ թողեց եւ եկավ դարձավ ռազմաշնորհավորության կոմիտեի նախագահ։ Այդ ձեր ասած բարձր աշխատավարձով, հա, չգիտեմ էլ իր աշխատավարձը 300 է 400,000 է, հա, հիմա բոլորից չեն կարող պահանջել, որ լինեն Արամ Ջիվանյանի պես, հա, անկախ նրանից հիմա շատերը գոհ են իր աշխատանքից, շատերը դժգոհ են, կապ չունի, ուղղակի որպես օրինակ եմ բերում։
Հիմա եթե դնենք դա հիմքում հայրենասիրությունը, կներեք, ուղղակի կարող է փլուզվի պետական համակարգ եւ ապարատ։ Ես որպես մարդ, որը չեմ պատրաստվում որևէ պետական պաշտոն զբաղեցնել, չեմ պատրաստվում առաջադրվել ազգային ժողովի ընտրություններում, պնդում եմ, որ այո, մյուս ազգային ժողովում առավել եւս պետք է այդ աշխատավարձերը բարձրացնել։ Թող մրցակցությունը ավելի մեծ լինի, բայց նաեւ պահանջելու տեղ ավելի մեծ լինի եւ գայթակղություններն էլ ավելի քիչ լինեն այդ մարդկանց մոտ։ Շատ լավ, Ոնց որ պարոն ամբողջ Խորշուդյան, աշխարհում է։ դուք գոհ եք ազգային ժողովի աշխատանքից։ Այսպեսի հարց։ Մարդիկ պարգևավճար են ստանում, դուք ասում եք լավ են անում, ստանում են, նշանակում է, որ գոհ եք իրենց աշխատանքից։ Կոնկրետ ազգային ժողովը։ Շատ հարցերում գոհ եմ, շատ հարցերում դժգոհ եմ։ Ձեր հարցը շատ էական է։ Դժվար է միջինացնել եւ ասել ավելի շատ դժգոհ եմ, թե ավելի շատ գոհ։ Պետք է կոնկրետ որոշումներով, օրենքներով նայենք։ Հերթով որ օրենքներով գնանք, եթե ժամանակ կա։ Հերթով ասեմ, այս օրենքը որ ընդունել են, գոհ եմ կամ շատ գոհ եմ։ Այդքան ժամանակ չունենք, պարոն Խորշուդյան։ Դե որ չունենք, բա հիմա ոնց եք ընդհանուր ուզում ես պատասխան տամ։ Լավ, ես կարծում եմ իրականում այստեղ կա երկու խնդիր, որոնք մենք հիմա խառնում ենք եւ ստացվում է, ինչ ստացվում է։ Որևէ մեկը դեմ չի, որ պետական ապարատում մարդիկ ստանան միլիոններով աշխատավարձեր եւ պարգևավճարներ, եթե իրոք խոսքը գնում է այն մասնագետների մասին, որոնք դուք նկատի ունեք, որոնք տալիս են հստակ արդյունք օգտակար գործողության գործակից եւ այնպիսի մասնագետներ են, որ կարող են նույն ոչ պետական սեկտորում այդ միլիոնները հանգիստ ստանալ։ Որևէ մեկը դրան դեմ չի։ Ես վարշապետի ասուլիսը լսեցի, ես հենց վարշապետ նաև դրամասներ խոսում, որ որևէ մեկը դրան դեմ չի։ Նույն կերպ են ստանում, արդար կլինի, որ ըստ արդյունքի ստանան։ Պարոն Խորշուդյան, բայց ես նորից եմ ասում, հավասարեցնել բոլորին եւ բոլորին տալ նույն չափով պարգևավճար, ես ինչու եմ բերում ազգային ժողովի օրինակը, որտեղ ազգային ժողովի օրինակն է հիմա։ Այդպիսի շատ գերատեսչություններ կան։ Մարդիկ, որոնք զբաղված են այնտեղ ձրիակերությամբ, ես վստահ եմ դուք էլ դա շատ լավ գիտեք, կարող ենք նաեւ մի քանի ժամ քննարկել։ Այո։ Եվ այդ բոլոր մարդիկ հիմա հավասարապես ստանալու են պարգևավճար։ Խոսքը սրա մասին է։ Թե չէ որևէ մեկը դեմ չի, որ լավ մասնագետը միլիոններ ստանա, բա պիտի ստանա, բա ինչ պիտի անի։ Հարգելի պարոն Ստեփանյան, այ հիմա այլ կերպ ձևակերպեցիք հարցը։ Սկզբից դուք այլ կերպ ձևակերպեցիք հարցը, ասելով, որ մեր երկում աղքատություն կա եւ արդյոք արդար է, որ ընդհանրապես նման բարձր աշխատավարձեր են ստանում։ Աշխատավարձը չէ, պարգևավճարներ։ Մենք բարձր աշխատավարձ պետական սեկտորում չունենք, պարոն Խորշուդյան, իրականում։ Ահա, եւ բարձր դե փոխհատուցում են դա բարձր պարգևավճարներով, որտեղ կա միասնական ուրեմն բան ռենկինգներ, հա, այտենց աստիճանակարգ կա, որով որոշվում են անպատասխանությունները աշխատավարձերի նախարարական, պատգամարական եւ այլն։ Հիմա եթե դուք այլ ուրեմն հարթություն եք տանում, այս դեպքում իհարկե համաձայն եմ։ Իհարկե դիվերսիֆիկացված պարգևավճարների, աշխատավարձերի համաձայն եմ, որ պետք է, եթե վատ աշխատանք է ցուցաբերում, առաջի պատժամիջոցը լինի նախ պարգևավճար չտալը, հետո աշխատավարձը նույնիսկ եթե պետք է կրճատել, օրինակ եթե բացակայություններ կան, վերջում աշխատանքից հանելը։ Իհարկե դա արդեն ամեն անհատական դեպքում պետք է գործի եւ այստեղ կարող ենք խնդել, որ արդյունավետ չի։ Ընդհանրապես մի մարդ, որը որ կադրային քաղաքականություն իշխանությունների անընդհատ քննադատում է, ինձ թվում է դուք էլ տեղյակ եք դրանից, լսել եք։ Ես չեմ կարող այլ բան պնդել, բայց ուրիշ բան, որ ես միջև կադրային ավելի բարվոք վիճակ պահանջելը, նաեւ չեմ կարող չասել, որ այո, եթե լավ կադրեր գտնելու եւ ներգրավելու խնդիրը նաեւ վարձատրության մեջ է, բարձրացրեք այդ վարձատրությունը, որտեղ մի նախարարի որոշումից, մի падգամավորի որոշումից էլ եմ ասում, հազարավոր մարդկանց ճակատագրեր են շատ դեպքերում կախված, այլ թվում նաեւ աղքատություն կլինի թե չէ, միջոցները, որը ծախսվում են արդյունավետ կլինեն թե չէ, միլիոնավոր դոլարներ արդյունավետ կծախսվեն, թե կփոշիանան ոնց որ նախկինում են փոշիանում։ Եվ այդ դրա դիմաց, այո, այդ եթե տասնյակ 100 միլիոնավոր դոլարների արդյունավետությունը բարձրանում է, այդ 1 միլիոն դոլարը կարելի է տալ որպես պարգևավճար։ Այդ խնդիր չեմ տեսնում։ Մենք հիմա խոսեցինք օբյեկտիվ կողմի մասին այս խնդրի։ Մի փոքր խոսենք նաև սուբյեկտիվ կողմի մասին, պարոն Խորշուդյան։ Այսպիսի գործողությունները, գործընթացները ինչպես կանրադառնան իշխանական ռեյտինգների վրա հաշվի առնելով, որ մենք փաստացի արդեն վաղուց մտել ենք նախընտրական շրջան, որովհետև ընդդիմությունը շատ ակտիվ սա օգտագործելու է, որպեսզի մարդկանց ցույց տա, որ ընդհանրապես պարգևավճարների թեման շատ ցավալի թեմա է բնակչության շրջանում։ Սա ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ կամ չունենալ իշխանության համար։ Ուրեմն եթե պետական շահը պահանջում է այդ պարգևավճարների վճարումը, դա նշանակում է իշխանությունները բավականին
քաչ քայլի են գնում։ Որտեղ նրանք ովքեր հիմա քննադատում են իշխանություններին, իսկ դա այդ հարցում նաև, իսկ դա հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են, իրենց ժամանակ եղել է լրիվ այլ համակարգ, պաշտոնապես ցածր աշխատավարձեր եւ որևէ մեկը չէր կարող ասել, որ տեսեք, միջազգային մասշտաբով դուք բարձր աշխատավարձեր եք գրել ձեզ եւ փող եք աշխատում։ Չէ, շատ ցածր աշխատավարձեր, բայց ստվերային բոլորս գիտենք ծրարներով իրենց падգամավորներին մի քանի հազար դոլար փող էին տալիս ամեն մի ֆրակցիա հանրապետականը իրեն ուրեմն բարգավաճը իրեն նախարարները կաշառակերության մեջ խորացած են միլիոններ էին թալանում այդ նույն բնակիչներից ում խափում ասում են տեսեք մենք ցածր աշխատավարձեր ենք ստանում հա բայց միլիոնների վնաս էին տալիս իրենց թալանով այլ լրիվ հակառակ սխեման է դրանք ուզում են այդպես լինի որ առերևույթ ցածր լինի աշխատավարձերը բայց իրենք գան իշխանության այդ պոպուլիզմի վրա այ եւ այնտեղ սկսվի թալանը սեփական ժողովրդի եւ բյուջեի ոնց որ միշտ արել են ես սովորեմ նույնիսկ հիմա որ ընդդիմություն են մի հատ ընդամենը Գյումրի քաղաք ընկավ ձեռները էլի այնքան են կարոտե թալանին չկարողացան զսպել իրենց միանգամից սկսեցին թալանել էլի դա իրենց տեսակն է դուք բերեցիք Գյումրու օրինակը չեմ կարող այստեղ դες չհամաձայնվել նախապես արդեն հասկանալի էր, չէ, որ Վարդան Ղուկասյանի իշխանությունը Գյումրիում եւ այն մարդկանց, որոնք հայտնվել են քաղաքի ղեկավարման ղեկի մոտ, բերելու է այսպիսի հետևանքների։ Արդյոք սա, չգիտեմ, որքանով է դա ճիշտ այսպես ձևակերպել, դաշ չի լինելու մնացածին համար, այսինքն հաշվի առնելով, որ հիմա ընտրություններն են մոտենում համապետական, Վարդան Ղուկասյանի օրինակը ինչպես կանրադառնա նկատի ունեք իր կոռուպցիոն այդ այնպես նա կառավարում է այսօր Գյումրին որտեղ մեր ձևով բերել են ինչ որ տոնածառ են դրել եւ սա ներկայացվում է որպես շատ մեծ հաջողություն քաղաքի համար դե հիմա տեսեք եթե իշխանությունում մարդիկ են ովքեր զբաղված են ոչ թե թալանով այլ իրոք կարիք ունեն բարձր աշխատավարձի, հա, այլ եւ իրենց համար նշանակություն ունի այդ 540,000-ից բացի մի հատ 540 պարգևավճար են ստանում թե չէ։ Ես հավատացնում եմ ձեզ նախկին իշխանությունների դեպքում դա ծիծաղելի էր ուղղակի։ Շատերը իրենց աշխատավարձը չեն վերցնում, գիտեք։ Ազգային ժողով չեն գալիս, ոչ էլ աշխատավարձ են գալիս վերցնում, որտեղ իրենց դա պետք չէ։ Իրենք էլ եմ ասում, նստած էին ժողովրդի երակի վրա եւ միլիոններ էին ուղղակի գողանում։ Դրա համար պետությունը այս վիճակի հասավ, բանակը այս վիճակի հասավ։ Եթե մենք այն վիճակում ենք, որ իշխում են մարդիկ, ովքեր կարիք ունեն, այսինքն չեն գողանում, այսինքն այդ գումարների կարիք ունեն, որ այդքան մեծ գումարներ չի էլ եմ ասում։ Ուրեմն այդպիսի դեպքեր, երբ որ Գյումրիի մակարդակով, ավելի ցածր մակարդակով, ինչ որ նախարարությունում գողության, կոռուպցիայի դեպքեր լինի, իրանք կբռնեն նրանց, կհետապնդեն նրանց։ Բայց եթե այդ կոռուպցիոներները Ալիա Վարդանիկ եւ մնացած մեր ձևով, իրանց ձևով, ես իմում ձևով գան հանգարտ իշխանության, այդ ժամանակ կվերադառնա այն վիճակը, երբ որ առերևույթ ցածր աշխատավարձեր համեմատական կլինեն պաշտոնյաների, բայց տասնյակ 100 միլիոնավոր դոլարներ, որտեղ գնային դպրոցաշինության վրա, ճանապարհաշինության վրա, մարդկանց խնդիրներ լուծելու վրա, այդ փողերը կգնան իրենց գրպանները, վիլլաներ կառնեն Հունաստաններում, տարբեր արտասահմանյան ծովափերում, շատ լավ իրենց կզգան, նորից իրենց ոսկեդարը կգա եւ նորից կսկսի քայքայվել Հայաստանը։ Պարոն Խորշուդյան, փաստացի ստացվում է, որ մեր ընտրության հնարավորությունը համապետական ընտրություններում 26-ին հերթական անգամ միլիոններով գողացող գողերի եւ այսօր բարձր պարգևավճար ստացող ներկաների միջև է։ Այո։ Ես չունեմ այլ ընտրանք։ Ես ինքս, եթե առաջադրվելու լինեի, գուցե այդ դրա կարիքը ուղղակի չունենայի։ Որտեղ ես ունեմ իմ եկամուտի աղբյուրը եւ այդ աշխատավարձի կամ պարգևավճարի այդ մեծացման, ավելացման կարիք գուցե չունենայի։ Բայց ես չեմ պատրաստում, էլ եմ ասում, այդ ճանապարհով գնալ։ Ես շարունակելու եմ զբաղվել հասարակական գործունեությամբ, ինչին իմ համար նաեւ իմ ձեռնարկատիրական գործունեությունը լիովին բավարարում է, որ ես ազատ ժամանակ նաև ունենամ, որպեսզի հասարակական իմ ակտիվությունը սպասարկեմ, ֆինանսապես ինքը սպասարկեմ, որևէ մեկից կախված չլինի։ Հասարակական գործունեությունը դա միշտ ծախսեր է։ Ինչ որ մարդկանց թվում է, թե որ դրամաշնորհներ ստանալով կարելի է օրվա աշխատավարձ ապահովել ինչ որ բարձրացություն, սխալվում են։ Կան այդպիսի իհարկե
մենք այդպեսի ՀԿ-ներ կան, մենք անվանում ենք ՀԿ օլիգարխիա, հա, ՀԿ-ների միջի օլիգարխները, որոնք որ կարող է հազարավոր դոլարների падգամավորից էլ շատ աշխատավարձ իրենց գրեն, եւ որոշ երկրներ ցավոք սրտի այտենց ճոխ-ճոխ այդպեսի դրամաշնորհներ, որ ոմանց տալիս են, բայց հավաստիացնում եմ ՀԿ-ների հասարակական գործունեությամբ զբաղվող մարդկանց մեծ մասը նման հնարավորություններ չունեն, շատ դեպքերում նույնիսկ վարձատրության գումարներ չի տրամադրվում դրամաշնորհով, այլ տրամադրվում է միայն միջոցառումների համար արվող ծախսերի գումարներ։ Պարոն Խորշոդյան, իսկ ինչպես է այդպես ստացվել, որ մենք հերթական անգամ չունենք այլ ընտրանք եւ 26-ի ընտրություններին փաստացի մեր ընտրությունը անցյալի եւ ներկայի միջև է։ Այդ երրորդ ուժը, որի մասին այդքան խոսում էին, ուր է, չկա այդ երրորդ ուժը, խնդիրը ինչու՞մ աստեղ։ Երրորդ ուժը պետք է իր մեջ քննարկի եւ որոշի։ Մենք երրորդ ուժի հնարավորություն տեսանք Եվրակրեի ժամանակ, շատ լավ համագործակցություն էր քաղաքական ուժերի միջև։ Մենք դրան մեր ուժերի ներածին չափով նպաստել ենք, նկատի ունեմ այն հասարակական ուժերը, որոնք ներգրաված էին այդտեղ, բայց ամեն դեպքում քաղաքական ուժերը իրենք պետք է որոշեն։ Միավորվում են, թե չեն միավորվում։ Այդ հարցը խնդրեմ իրենց տակ։ Ես շատ կուզենամ, որ միավորվեն, որ ձևավորվի այդ այլընտրանքը, միասնական մեծ այլընտրանքը, բայց եթե չմիավորվեն, ես արդեն պետք է որպես ընտրող որոշեմ, թե այդ ուժերից որ մեկին եմ ձայն տալու։ Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում այդ ուժերին միավորվել։ Չէ՞ որ միավորվելով շանսը անցնել խորհրդարան եւ զբաղեցնել այնտեղ ավելի ամուր դիրքեր, այդ թվում նաեւ ազդելով որոշումների վրա, շատ ավելի մեծ է։ Մասամբ գաղափարական են տարաձայնությունները, որտեղ այդ ուժերից ոմանք իմ համար էլ շատ տարօրինակ դիրքորոշում են արդեն վերջերս դրսևորում հակաեվրոպական փաստացի, չնայած եվրոպական դրոշի տակ, ասենք տրիպի դեմ, խաղաղության դեմ, այդ ամեն ինչը իմ համար շատ տարօրինակ է։ Բայց այն ուժերը, որոնք որ գաղափարական առումով ես շարունակում եմ տեսնում եմ, որ շարունակում են միասնական ինչ-որ դաշտում լինել գաղափարական, բայց դեռ այդ միավորման գործընթացը չի լինում, չգիտեմ, ինչը կարող է խանգարել նրանց միավորվել, ես ամենադեպս դեռ հույսս չեմ կտրել, որ կմիավորվեն, ընդ որում դա վերաբերում է թե քաղաքական ուժերին եւ թե այն հասարակական ուժերին եւ հասարակական գործիչներին, որոնք պատրաստ են ի տարբերություն ինձ մտնել այս ընտրական շրջան որպես նաեւ տեխնացու падգամավորի եւ մասնակցել այդ ցուցակներում իրենց տեղը զբաղեցնել ոչ կուսակցականների կվոտայով։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Խորշոդյան, հարցազրույցի համար։ Սիրով։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, վերլուծաբան, ազատ քաղաքացի, հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խորշոդյանը։ Այսպեսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած Visa ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես Visa ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ամանորը, կալիք ամանորը եւ սուրբ ծնունդը։ Ես ցանկանում եմ իհարկե առաջի հերթին, որպեսզի մենք շարունակենք ապրել
իրավունքի գերակայությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետությունում։ Մի պետությունում, որ կկարողանա ապահովել եւ պետության եւ յուրաքանչյուրիս անվտանգությունը, թե ներքին եւ թե արտաքին մարտահրավերներից։ Ես մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուրը ունենա արժանապատիվ աշխատանք եւ կարողանա իր ընտանիքների իր համար իրապես ապագայի ծրագրերը կազմի հենց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու միջոցով։ Ես մաղթում եմ, որպեսզի մեր պետությունը դիմակայի այն բոլոր սպառնալիքները, որը սպասվում է, հատկապես առաջիկա ազգային ժողովի ընտրությունների հետ կապված։ Բոլորից հաջողություն եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետության կայացման գործում։